Մեր Արցախյան երկրորդ հարշավը ցույց է տալու այլընտրանք չունես, եթե չես փոխում, եթե հրաժեշտ չես տալիս այդ սովետական մոտեցումը, ավտորիտար մոտեցման, որտեղ դու կառուցում ես օլիգարխիկ համակարգ, օլիգարխիկ տնտեսություն, որտեղ բոլոր քոհաժող ազգային հարստությունը կենտրոնացած է մի տասնյակ, երկու, մի 100 ընտանիքների ձեռքում, նման մոտեցումներում, նման տնտեսության, նման հասարակության մեջ դու չես կարողանալու պաշտպանել Հայաստանը։ Եթե ուզում ես պաշտպանել Հայաստանը, դու պետք է ունես ժողովրդավարական, քաղաքացիական պետություն, հասարակություն։ Եվ դա նշանակում է դու պետք է հրաժեշտ տաս այն լուծումները, որ ունեցել ես հետսովետական Հայաստանում, եթե չանենք Հայաստանը որպես ինքնաիշխան պետություն, մենք որպես ժողովուրդ, որ ունի պետություն, մենք այդ ամենը չկորցնելու ենք։ Այսինքն դուք ասում եք կարող ես, չես կարող, դու պետք է դա անես։ Պիտի անես։ Դու պետք է դառնաս ժողովրդավարական չկարողանալը կոտրելով, ճեղքելով բայց գոնես չեմ հասկանում, չկարողանալով որպես հասարակություն ես կարող եմ դա անել։ Իմ հասարակությունը պատրաստ է ճանապարհով գնալ, որովհետև մեր հայկական մշակույթը լինելով եվրոպական մշակույթի քաղաքակրթության մաս, մենք որպես հայկական քաղաքակրթության, մեզ համար դա բնական ճանապարհ է։ Բայց մյուսները ասում են հասարակություն դու կույր ես ու չես հասկանում, Ռուսաստանը շատ հզոր է, Ռուսաստանը մեզ չի թողնում, այդ կապանքները դեռ շատ ամուր են։ Ռուսաստանը հզոր է, Թուրքիան հզոր է, Իրանը հզոր է, բոլորը ավտորիտար են, բոլորը լրիվ ուրիշ ձևավորում են քաղաքական իրաց մոտեցումները, իրաց մշակույթները, քոնը ուրիշ է։ Դու կարող ես մնաս գոյատևես, եթե մնում ես որպես հայ, քո ինքնիշխանությունը, քո մշակույթը, քո ինքնությունը ժողովրդավարական է։ Դու ժողովուրդ ես, որը կառուցել է պետություն, որը ունի պետություն եւ այլ։ Դրա համար այլ ընտրանք չկա, կամ դու հետ ես գալիս քո սկզբունքների եւ կառուցում ես հայկական պետություն, որը հիմնված է հայկական մշակույթի մեջ, հիմնված է այն սկզբունքների վրա, որը քո ժողովուրդը ընդունում է եւ ունենում ես պետություն, որը դա հասկանում է եւ կառուցում ես իշխանություններ, որը դա հասկանում են։ Այդ ժամանակ դու ստանում ես հնարավորություն պաշտպանել Հայաստանը, բայց իսպերդով դու պետք է հասկանաս ի վերջո, որ դա իմ պետությունն է լինելու։ Ես նստում եմ իմ պետության հետ համաձայնում եմ, դաշինք եմ կնքվում, ինչ պարտականություն է վերցնում իր վրա իշխանությունը, պետությունը, ինչ պարտականություն է վերցնում հասարակությունը եւ ինչ իրավունքներ ունի։ Դու պայմանավորվում ես, ոչ թե քեզ թելադրում են ուժի միջոցով, քեզ պարտադրում են գնալ այս ճանապարհով, մենք պետք է պայմանավորվենք, ոնց է կառուցում Հայաստանը։ Պայմանավորվենք, ձեռք սխմենք հասարակությունը, ժողովուրդս, իմ պետությունը եւ իմ իշխանությունները, ամեն մեկը վերցնում է իր պարտականություններ եւ ես կարողանում եմ հետո հաշվարկի առաջ կանգնեցնել եւ հաշվետվություն ունենալ իմ պետությունից, իմ իշխանությունից, ինչու չեն կատարում պայմանավորված մոտեցումները, ինչ են իրականացնում եւ պետությունը իրավունք է ստանում թելադրի ինձ պարտադրություններ վերցնել, որ իմ պետատությունները, որը վերցել եմ ինձ վրա, դու պարտավորել ես պատրաստվել ես ճգնաժամի պատերազմի, ոնց ես դա անում։ Այդ ժամանակ ամեն ինչ ստացվում է կարծիքով գայանը եւ մեր փորձերը հասարակության հետ են մենք անցել մի քանի զորավարժություններ, որտեղ պետությունը ասում է դուք առաջնորդներ եք, դուք պատրաստված եք, դուք կարողանում եք այդ ճանապարհով գնալ, հասարակությունը պատրաստ չէ, դուք չգիտեք ձեր հայ ժողովուրդը ինչ վիճակում է, ամբողջի հաստրած, իրանք պատրաստ չեն ճանապարհով գնաց։ Ինձ համար ամենաց ոգևորիչ մոմենտներից մեկը այն էր, երբ տեսնում եմ, որ այս 25 օրվա պատրաստության սկզբունքներում, որ Պահեստազորի պատրաստվածում այսօր համակարգ կա, պետությունը մեզ հնարավորություն հատուվեր վերցնենք 300 մոտորապես Պահեստազոր եւ ասեցին ցույց տվեցեք, որ ձեր մոտեցումները համապարփակ, որ դուք ասում եք, դուք կարողանում եք կիրառել։ Եվ դուք տեսածնեք ոնց է փոխում այդ Պահեստազորը, իրանք եկած են սովորական մարդիկ, անձնավոր ոչ թե ընտրված, գալիս են Եվ երբ տեսնում են, որ ինչ են սովորում, ոնց են սովորում, ոնց են իրաց պատրաստում, իրանք լրիվ փոխվում էին։ Պատրաստությունը սկսում էր ժամը 6-ին, արդյունը երջանում է 12-ին գիշերվա, եւ բոլորը աշխատում էին, բոլորը մտնում էին աշխատանքի մեջ, պաշտպանության նախարարությունը սպայերը չէին հավատում իրաց աչքերին, որ դա հնարավոր է։ Դրա համար ես կարող եմ ասել, որ այո, իմ հասարակությունը, իմ ժողովուրդը պատրաստ է ստեղծել, կառուցել ուրիշ Հայաստան։ Բայց պատրաստ չի իմ պետությունը, պետական հաստատությունները, որովհետև նրանք հետսովետական են, իրանց տրամաբանության մեջ են, կոռուպցված եւ այլ, եւ իշխանությունը չեն պատրաստ, որովհետև իշխանությունը պահում են իշխանությունը այդ հին տրամաբանության եւ հին միջավայրի մշակույթի մեջ, բայց այն ինչը կատարվում է աշխարհում այսօր, քեզ այնտրանք չի թողնում։ Հայաստանը ունի շատ քիչ ժամանակ, ի վերջո
այն ընտրված հայտարարված ճանապարհը ժողովրդավարական Հայաստան կառուցելու ի վերջո սկսել կառուցել։ Եվ այստեղ նորից եմ կրկնում իմ հասարակությունը, իմ ժողովուրդը պատրաստ է։ Որին համոզմունքը, որ հիմա մենք իրավունք չունենք սահմանադրություն փոփոխության գնալ եւ այլ ճանապարհով գնալ։ Նիկոլ Փաշինյանի խոսքերը վերլուծել ես իմաստ չեմ տեսնում։ Նիկոլ Փաշինյանը վարչապետը մնում է բացարձակ պոպուլիստ, գրոսմայստեր այդ հարցերում եւ իրան խոսքերը արժեք չունեն։ Համարում եք, որ դա չէ։ Այն ինչի մասին մենք խոսում ենք, ինքը դրա մասին կարող է խոսել, բայց ինքը դրա մասին կարող է խոսել, այդ խոսքերը ճիշտ խոսքերը կարող է արտահայտի, բայց իրան գործողությունները, իրան քայլերը եւ խոսքերը իրան չեն համապատասխանում։ Դրա համար վերլուծել Նիկոլ Փաշինյանի խոսքերը դա իմաստ չեմ տեսնում։ Նիկոլ Փաշինյանը մեծ խոսքեր ասելով մենք կորցրել եք այն ինչի կորցրել եք, մենք կանգնած ենք գոյատևական սպառնալիքների ռազմականի առջև եւ Նիկոլ Փաշինյանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը արտաքին ճնշման հետևանք է առաջինը, որովհետեւ Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան են դրա մասին խոսում, որ դա պիտի Հայաստանը փոխի սահմանադրությունը եւ ուղղակի Նիկոլ Փաշինյանը այդ հետսովետական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր այսօրվա սահմանադրությունը գրել է Չակետ Սարգսյանը, դա ինքը իր բնույթով ավտորիտար է, ավտորիտար սահմանադրությունը, երբ ողջ իշխանությունը կենտրոնացած է վարչապետի ձեռքերում, այդ բալանսները օրենսդրական, գործադիր, դատական իշխանությունների մեջ բոլորը խախտված են, Նիկոլ Փաշինյանը ուզում է ավելի բարձրացնել այդ կենտրոնացման լծակները իր ձեռքում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կենտրոնացում է իշխանության ավելի շատ է, քան Տացիկ Սերժ Սարգսյանի օրոք։ Դրա համար իմ հնգողորին համոզմունքն է սահմանադրության փոփոխության մասին եւ այլը պիտի խոսեն արդեն ուրիշ իշխանությունները։ Եթե դու ժողովրդավարական երկիր ես, եթե ժողովրդական պետություն ես, հասարակություն ես, քեզ համար բնական է եւ հասկանալի է, որ պետությունը, պետական կառույցները, հաստատությունները դա մի ուղղություն է եւ իշխանությունները քաղաքական համակարգը դա ուրիշ է։ Սովետական միությունում ավտորիտար երկրներում պետությունը, իշխանությունը ձուլված են մի երևույթ են։ Իրականում դա այդպես չի պիտի լինի, կա իշխանություն, կա պետություն, կա հասարակություն։ Եվ հասարակությունը պետության շուրջն է։ Չէ, հասարակությունը համախմբում է եւ իշխանության եւ պետության եւ հասարակությունը նայում է, վերահսկում է եւ կոնտրոլի տակ է պահում եւ պետությունը եւ իշխանությունը։ Այդ տարբեր համակարգեր են։ Պետական համակարգերը ապրում են ավելի երկար ժամանակների շրջաններում, պետական հաստատությունները երկար են փոխում, բյուրոկրատիան, բանակը եւ այլ։ Իրանք ապրում են իրանց կյանքով, պետական կյանքով, բայց պետական կյանքը եւ իշխանության քաղաքական կյանքը դու պիտի տարանջատես, դա տարբեր ոլորտներ են։ Եվ իշխանությունները եւ պետությունը պիտի տարանջատես եւ պետք չի պետությունը եւ իշխանությունները միացած ձևավորված լուծումներ գտնես։ Դա ճիշտ մոտեցում չի։ Մենք ի վերջո, եթե հիմնում ենք ժողովրդավարական սկզբունքների վրա, պիտի տարանջատենք, հասկանանք, որ ունենք պետություն, ունենք իշխանություններ։ Սրանք ապրում են 5 տարվա ցիկլի մեջ, 5 տարի մենք ունենք ընտրություններ, վերջինանորություն է տանում որպես հասարակություն ժողովուրդ փոխել իշխանությունները, պետությունը ապրում է իր ռեժիմի մեջ, իր ժամանակի մեջ, պետությունական հաստատությունները զարգանում են տասնյակ տարիների ընթացքում եւ ավելի դժվար են փոփոխում։ Դրա համար դե պիտի տարանջատես գայանը, այդ բնական, չեմ կարելի ասել կլասիկ մոտեցում է, հավանական մոտեցում է, եթե դու ուզում ես կառուցել ժողովրդավարական պետություն եւ ունենալ ժողովրդավարական հաստատություններ եւ հասարակություն։ Այդպես պիտի կառուցեք Հայաստանը, չի կարելի, երբ ողջ հայկական, այսօրվա հայկական իրականության մեջ եւ քաղաքական եւ պետական իշխանությունները կենտրոնացած են վարչապետի ձեռքում։ Դա ճիշտ մոտեցում չի։ Դա բերում է այն կատաստրոֆիկ սխալների, որը մենք այսօր անցնում ենք։ Դրա համար պիտի կառուցենք բալանսավորված համակարգ եւ ամեն ինչ հարցերը դնել եւ լուծել, բայց դրան հասնելը դա բավականին դժվար է եւ դա պայքար է, ես դա հասկանում եմ, որտեղ ոչ իշխանությունը, ոչ պետությունը չեն ուզում իրենց լծակները ցերքից տալ, դա բնական է։ Հասարակությունը ժողովուրդը պիտի պայքարի եւ հետ բերի ինքնիշխանության իրավունքները իր վրա, ի վերջո պիտի հիշենք, որ ինքնիշխանը Հայաստանում դա հայ ժողովուրդն է, հայ ազգն է, որը տալիս է մանդատ պետության եւ իշխանության վարել եւ կառավարել Հայաստանը։ Այդ ամենը պիտի վերականգնենք, բայց եթե մինչեւ այս մեծ փոփոխությունները, որը տեղի ունենում աշխարհում, երբ աշխարհը լճացած էր այդ ճակետներում, մենք ունեցել ենք կայացած համակարգ միջազգային, մենք հնարավորություն ենք ունեցել ժամանակ ենք ունեցել, երբ ամեն ինչ փոխվում է,
եւ դառնում է ավելի վտանգավոր եւ ավելի սպառնալիքներով լցված միջավայր, դու պարտավոր ես այդ ճանապարհով ինչքան կարելի է շուտ գնալ։ Մենք կորցրել ենք 30 տարի, այս փոփոխությունները չենք արել, հետ սովետական Հայաստանը պիտի լինի ժամանակավոր, հետ սովետական խոսքը նշանակում է ժամանակավոր անցումային պերիոդ։ Ինչ որ բան փոխվել է, որը հնարավորություն է տալիս այնուամենայնիվ անել այն ինչ որ դուք ասում եք, ճեղքել այդ հետ 30 տարի կորցրել եք, բայց շղթաները կարող են անգամ ասել, կապանքներ 30 տարի, հա Գայանը, բայց հետո կորցրել եք հիմա 5 տարի Արցախի աղետից հետո մենք նորից կորցրել ենք 5 տարի, այդ փոփոխություններին չեք գնացել։ 30 տարին չի երեքել ստացել եք աղետ, ոչ պատրաստ Հայաստան, Արցախ պատերազմի, բայց 20 տարից 20 տարեկանից հետո նորից փոփոխություններ չեն գնում։ Միայն դեկլարատիվ հայտարարություններ են, քո կախվածությունը Ռուսաստանից ավելի է մեծացել, քո օլիգարխիկ համակարգը դարձել է ավելի կենտրոնացած, դու տնտեսությունը չես փոխել, դու ֆինանսական համակարգը չես փոխել, ռազմական դոկտրին քո ռազմական դոկտրինը, ռազմական ուժերի անվտանգության համակարգը փոխակերպումը չես արել։ Այստեղ 24 թվականին, 25 թվականին ձևավորել է դոկտրինը, որը չի համապատասխանում այն խնդիրներին, որը պիտի լուծի, եւ այլ։ Մենք ժամանակ չունենք այդքան նստել, սպասել Նիկոլ Փաշինյանի խոսքերին լսել, նոր խոսքերին, Խաչմերուկից անցել եք այս մեկին, այս մեկից անցում եք իրական Հայաստան, իրականից ապականից ասում եք ապագա չկա, ապագա կա, այդ խոսքերի ժամանակը վերջացել է։ Հերիքա, խոսքերը պիտի ստանան իրենց իմաստը, նորից լսնեն անիմաստով, որ իրանց մեջ դրված են, եւ ի վերջո մենք պիտի նակ իշխանություններ, որ այդ խոսքերին իմաստին համապատասխանում են։ Հայաստանը պիտի կառուցի ժողովրդարական պետություն, հասարակություն, որ կարողանա ձևավորի եւ կառուցի համապարփակ պաշտպանության, անվտանգության համակարգ, որը կկարի պաշտպանի Հայաստանը։ Դրա համար դու պիտի փոխես քո տնտեսությունը, փոխես քո ֆինանսները, փոխես քո հասարակությունը, փոխես քո պետությունը, փոխես քո իշխանությունները։ Խոսել, որ իշխանությունը պայելու համար խոսքերի մեջ կորել եւ նորից պատճառներ գտնել, ինչու չես ստանում քո պարտականությունները, այդ ժամանակներում կարծիքով վերջացել են Գայանը։